Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդին բանակի բարձրաստիճան սպայակազմի առաջ ունեցած ելույթում ասել է, որ փոփոխվող աշխարհում չփոխվող բանակը դուրս է մնում իրականությունից։ Եվ սա շատ ճիշտ խոստովանություն է։ Նա խոսում է բանակի մտածողության փոփոխությունից, սերժանտական համակարգի ներդրումից, տարածքային պաշտպանության նոր մոդելից, կրթությունից, զինվորական ծառայությունը երիտասարդների համար գրավիչ դարձնելու հրամայականից։ Սա եւս կարևոր է, բայց սա միայն սկիզբն է։ Իսկ ի՞նչն է իրական շրջադարձը բանակում։ Շրջադարձն այն պահն է, երբ բանակը դադարում է լինել պարզապես զորքերի համախումբ, այլ դառնում է համակարգ։ Երբ առաջխաղացումը կախված է միայն ու միայն պատրաստվածությունից, ոչ թե բարեկամական ընկերական կապերից, երբ սերժանտը բանակի ողնաշարն է, երբ պահեստազորը իրական ուժ է, ոչ թե թղթի վրա լրացված ցուցակ, երբ յուրաքանչյուր գյուղ ու քաղաք գիտի ինչ է անելու պատերազմի ժամանակ, երբ ագրեսիայի գինը այնքան բարձր է, որ պատերազմը անհնար է դառնում։ Ֆինլանդիան, Էստոնիան, Իսրայելը չեն ունեցել մեծաթիվ բանակներ, նրանք ունեցել են դժվար հաղթահարելի պետություն։ Հայաստանի իրական խնդիրը այսօր սա է, ոչ թե ունենալ ամենամեծ բանակը, այլ ունենալ այնպիսի բանակ, որի վրա հարձակվելը չափազանց թանկ կարժենա։ Երբ բանակը դառնում է ոչ միայն անվտանգության, այլ տեխնոլոգիայի, կրթության եւ ամենակարևորը տնտեսության շարժիչը։ Սա է շրջադարձը եւ սա է մեր ընտրությունը։